Հարգելի ուսուցիչներ, մենք շարունակում ենք մեր Ալբերտ Էյնշտեյնի և Լեոպոլդ Ինֆերտի գրքի ուսումնասիրությունը, ձերքի ֆիզիկայի գրքի ուսումնասիրությունը, տեսնենք, թե ինչ նոր բաներ կարելի է սովորել այդ գրքից։ Մեսեբ մաշտոց ճանաչել զիմաստություն և զխրատ իմանալ զբաղ սանճարոյ։ Սամեր նշանաբաններ, Ալբերտ Էյնշտեյն, Լեոպոլդ Ինֆերտ, ֆիզիկայի էվոլյուցիան։ 61-րդ էջի գաղափարը։ Այս էջի գաղափարը մենք նախորդ տեսանյութում ներկայացրել էինք, բայց քանի որ որպեսզի կապը չկտրվի, մենք ուսումնասիրում էինք ջերմային երևույթները, նյութերի մոլեկուլային կինետիկությունը, տեսնենք, թե ինչ էր ասում այս ուրեմն էջում։ Այս տիպի փորձերը բերեցին մի նոր եզրակացություն, այսինքն մենք փորձեր էինք կատարում ուրեմն գազերի հետ, որոշակի ջերմաստիճանի ճնշման և ծավալի դեպքում, այսինքն ինչ որ ջերմաստիճանի, ինչ որ ծավալի, ինչ որ ճնշման դեպքում վերցրել են գազ, մոլեկուլների թիվը ասում է մի այնպիսի մեծություն է այդ դեպքում, որ ոչ թե մի առանձին գազ է բնութագրում, այլ բոլոր գազերը, այսինքն մոլեկուլների թիվը բոլոր գազերի համար այդ դեպքում նույնն է։ Սա ուրեմն եզրակացության հանգից մոլեկուլային կինետիկության մի գաղափար էլ ավելացրեց կարծես թե։ Նյութի կինետիկ տեսությունը ոչ միայն գազերի համար եղավ ճշմարիտ, այլ նաև հեղուկների, որոնց միջին կինետիկ էներգիան ավելի փոքր է, քան գազինը։ Այսպիսի եզրակացության եկան ուրեմն փորձերի միջոցով մոլեկուլային կինետիկ տեսությունը պարզաբանելիս։ Սա Ռոբերտ Բրաունն է, ծնվել է դեկտեմբերի 21-ին 1773 թվականին Մոնտրոզ, Ագուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն, Մեծ Բրիտանիայի թագավորության մեջ Շոտլանդիայում։ Մահացել է հունիսի 10-ին 1858 թվականին 84 տարեկան հասակում։ Ասում է, մատնաչափի 1/4000 կամ 1/5000 մասի չափ, դա մատնաչափը մոտ 5 սանտիմետր է։ Մի քիչ կարող է ավելի։ Մասի հետ ստուգելով ջրի մեջ իջեցված մասնիկները են եղել փոքր, ուրեմն փոշի հատիկի չափ, ուրեմն բանի սերմեր են եղել, բույսերի սերմեր են, եղել է բուսաբան, ես նրանց դիտում էի բացահայտ շարժման մեջ, ասում է նայում էի նրանց շարժումը և տեսնում էի, որ նրանք շարժվում են։ Այդ շարժումները այնպիսին էին, որ բազմաթիվ դիտումներից հետո ես համոզվեցի, որ նրանք հեղուկի մեջ եղած հոսանքներից կամ նրա աստիճանաբար գոլորշիացումից չեն առաջանում, այլ հենց մասնիկներին են պատկանում։ Ինչպես տեսնում ենք, Ռոբերտ Բրաունը այս ուրեմն ձևակերպումը տվել է, երբ որ նա այդ շարժումները դիտել է, ուրեմն փոշի հատիկների շարժումները դիտել է, բույսի փոշի հատիկները միջայլոց։ Եվ եկել է այդ եզրակացության։ Ուրեմն այստեղ ես նկարել եմ այդ պատկերը
Իսկ կետերի տեսքով էր նկարված, որովհետև յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկի կետերը դրել Ռոբերտ Բրաունը։ Դու սա մոտավոր պատկեր է։ Հետո այդ կետերը միացրել է աջ կողմում, ուրեմն աջ կողմի վերևի աջ կողմում։ Ինչպես տեսնում ենք, երբ որ միացնում ենք այդ կետերը, ստանում ենք մի խայտաբղեկ, ուրեմն շարժում։ Ուրեմն այդ փոշի հատիկի խայտաբղեկ շարժում, որը կախված չէ, ուրեմն հեղուկի կամ ջրի մեջ ջրի, ուրեմն գոլորշիացման հետ կապված չէ եւ կապված չէ նրա մեջ տեղ ունեցող տուրբուլենտ շարժումների հետ։ 62-րդ էջի գաղափարը Բրոունը նկատել է նաև, որ նույն տիպի անընդհատ անկանոն շարժում են կատարում ինչպես օրգանական, այնպես էլ անօրգանական նյութերի շատ մանր մասնիկները։ Ինչպես ես բացատրեցի, մենք օրգանական նյութ, ասենք բույսի փոքր մասնիկներ, ինչպես այնպես էլ փոշու հատիկի շարժումը։ Յուրաքանչյուր 30 վայրկյանը մեկ։ Մի կախված մասնիկի ձևը նրա շարժումը անվերջ շարժման բնույթ ունի։ Սա փայլուն կերպով բացատրում է նյութի կինետիկ տեսությունը, այսինքն ես կարող եմ նյութի կինետիկ տեսությունը ընդունել ու բացատրել, որ բրոունյան շարժումը հենց այդ կինետիկ տեսության միջոցով կարելի է բացատրել, այլ բացատրություն չենք կարող տալ։ Եթե մենք լուրը, ջուրը ներողություն, ամենահզոր մանրադիտակով դիտենք, չենք կարող դիտել մոլեկուլներն ու նրանց շարժումները։ Այստեղ մեզ պետք կգա հզոր մանրադիտակ, բայց եթե այն չկա, ստիպված ենք եզրակացություններ անել։ Ուրեմն 62-րդ էջի գաղափարը։ 63-րդ էջի գաղափարը հիմա արդեն պարզ է, որ նյութերը կազմված են մոլեկուլներից։ Մոլեկուլները գտնվում են անընդհատ քաոսային շարժման մեջ, մոլեկուլները հարվածում են միմյանց, բայց մենք նրանց չենք տեսնում։ Նույնիսկ մանրադիտակով, ուրեմն սա մոլեկուլային կինետիկ տեսության գաղափարներն էր, ուրեմն որով մենք կարողանում ենք բացատրել ուրեմն բրոունյան շարժումը։ Ենթադրենք ունենք 1 գրամ ջրածին։ Այս ձևով հաշվարկները ցույց են տալիս ինչպես փորձնական, այնպես էլ տեսական, որ այնտեղ կա այսքան հատ մոլեկուլ 303 եւ 3 հատ զրոներ էլի տենց իրար կողքի շարած։ Ենթադրենք մոլեկուլի չափսը հասել է փոշիատիկի չափսի, այսինքն այն է 1 բաժնած 2300 սանտիմետրի, որ մոլեկուլները իրար կողքի դասավորենք արկղի մեջ, արկղը կունենա 0.5 կիլոմետր երկարություն։ Այսինքն, եթե ես մոլեկուլի չափսը մեծացնեմ, դարձնեմ ուրեմն 1/2300 սանտիմետրի չափ, դա 1/4300 բանն էր, 1/4300 մատնաչափն էր։ Հասկանալի է։ Մատնաչափը երևի 2 սանտիմետր է կամ 1 սանտիմետր։ Լավ, դա կարևոր չէ, կարելի է հաշվել։ Այսպես կարող ենք հաշվել ջրածնի ատոմի զանգվածը։ Ջրածնի ատոմի զանգվածը հավասար է մոտավորապես 0.000 եւ այլն
33 գրամ, այսքան գրամ է ջրածնի ատոմի զանգվածը։ 65-րդ էջի գաղափարը։ Հանրագումարի բերենք։ Շարժվող մարմնի ապագա ճանապարհը մեխանիկայում կարող է կանխատեսվել, իսկ նրա անցյալը կարող է բացահայտվել, մեխանիստական գաղափարախոսության այն գաղափարը, որով մենք շարժվում ենք, մեխանիստական տեսությունն է, հենց այս գաղափարը մեխանիստական տեսությունն է։ Եթե տվյալ պահի համար հայտնի են մարմնի շարժման պայմանները և նրա վրա ազդող ուժերը, մարմնի շարժման պայմանները հայտնի են, նրա վրա ազդող ուժերը հայտնի են, ապա մենք կարող ենք նրա անցյալներ իմանալ և կանխագուշակել այդ ուրեմն շարժման ապագան։ Այսպես կարող ենք հաշվարկել բոլոր մոլորակների ապագա ճանապարհները։ Դասական մեխանիկան մեզ այն միտքն է ներշնչում, որ մեխանիստական աշխարհայացքը կարելի է կիրառել ֆիզիկայի բոլոր ճյուղերում։ Սա է մեխանիստական աշխարհայացքը, մեխանիստական աշխարհայացքի հիմնական տեսությունը, որով ուրեմն կարողանում են բացատրել ամբողջ տիեզերքը։ Չնայած մենք ուրեմն էլեկտրականության մասին չենք անցել, բայց այնուամենայնիվ դուք նայեք այս տեսանյութերը, որովհետև կարող է հետագայում ձեզ պետք գալ, նույնիսկ կարող եք կրկնել այն և ավելի լավ պատկերացնել էլեկտրական երևույթները։ Այստեղ նկարված է ռետինե ձող ձախ կողմում, վերևից ձախ նկարում։ Ռետինե ձողը շփել են ինչ-որ մի լաթով, այդ լաթը ուրեմն ռետինե ձողը լիցքավորում է։ Այդ ռետինե ձողը հպում ենք մեկ այլ ուրեմն ձողի, մետաղական ձողի, այդ մետաղական ձողի վրա կախված են ուրեմն լարով, մետաղական լարով կախված են ոսկե թերթիկներ, այդ ոսկե թերթիկները բացվում են, այսինքն եթե նրանք փակված էին, հիմա բացվում են, երբ որ մենք ոսկե թերթիկին ձեռք ենք տալիս, ոսկե թերթիկները փակվում են։ Վերևի ձախ նկարում նույնպիսի փորձ են կատարում, միայն այս դեպքում ոչ թե ռետինե ձողը հպում ենք, ուրեմն մենք երկաթյա մետաղյա ձողին, այլ պարզապես մոտեցնում ենք։ Ռետինե ձողը մոտեցնում ենք մետաղյա ձողին, տեսնում ենք, որ թերթիկները նույնպես բացվում են, առանց հպելու էլ են բացվում։ Հիմա պատկերացնենք երրորդ ներքևի նկարը, պատկերացնենք ռետինե ձողը, այդ մետաղյա ձողը, որը լիցքավորվում է ռետինե ձողից, կարող է անջատվել, կարող է կպցվել իրար, միանալ իրար։ Հիմա միացրել ենք իրար, ռետինե ձողը մոտեցրել ենք ուրեմն այդ ուրեմն մետաղյա ձողին, այնուհետև ռետինե ձողը հեռացրել ենք ու հեռացրել ենք նաև այս երկու մետաղյա երկու մասերը։ Մետաղյա երկու մասերը հեռացնում ենք, բայց տեսնում ենք թերթիկները իրար չեն մոտենում, մնում են այդպես բացված։ Հետաքրքիր երևույթ է։ Հիմա
յուրաքանչյուր փորձ բացատրում է թեզերով։ Այսինքն ես ենթադրում եմ, որ դա այդպես է, հետո այդպես կարելի է բացատրել, հետո երկար ժամանակ չի գտնվում մի այնպիսի փորձ, որ հակասի իմ թեզին, գտնում եմ, որ այդ թեզը արդեն գաղափար է դարձել եւ կարող է մեր տեսության հիմքերից մեկը դառնալ։ Թեզը ենթադրություն է փորձը բացատրելու համար։ Եթե թեզը երկար ժամանակ պահպանվում է, դառնում է գաղափար։ Գաղափարների ամբողջությունը դառնում է տեսություն, որն էլ բացատրում է այս կամ այն փորձը։ Էլեկտրոնը ծառի խեժ է։ Էլեկտրոնը եղել է ծառի խեժ։ Հին ժամանակներում նրանից մարդիկ սանր են պատրաստել։ Երբ մազերը սանրել են, կայծեր են առաջացել։ Ասել են մազելը էլեկտրականացել է, էլեկտրոնի սանրով, մազերը սանրել են էլեկտրականացել է, իսկ երևույթը անվանել են էլեկտրական երևույթ։ Մեզ մոտ նույնպես կա շփում, այստեղ շփում են կաուչուկն ու ֆլանելը, այդ լաթը, որ ասում է, այդ ֆլանելն է, էլի, այդ ֆլանել նյութն է։ Գոյություն ունեն երկու էլեկտրական հեղուկներ։ Մի ենթադրում եմ, որ գոյություն ունի երկու էլեկտրական հեղուկներ։ Տեսնենք, թե այդ էլեկտրական հեղուկները ինչպես են բաշխվում նյութի մեջ։ Մեկը կոչվում է դրական էլեկտրական հեղուկ, իսկ մյուսը բացասական էլեկտրական հեղուկ։ Ինչպես մենք ասացինք, ջերմությունը սուբստանց է։ Այսինքն, որ կշիռ չուներ, բայց գոյություն ուներ, նյութ էր։ Նյութ չէր, բայց գոյություն ուներ։ Նրանք սուբստանցիայի նման են։ Հեղուկները կարող են աճել կամ նվազել, այսինքն կարող է շատ լինել այդ հեղուկից, դրական հեղուկից բացասական կամ բացասական հեղուկից, կամ քիչ լինել։ Ցանկացած մեկուսացված համակարգում նրանց ընդհանուր քանակը պահպանվում է։ Այսինքն, եթե մեկուսացված է համակարգը, դրանց ընդհանուր քանակը պահպանվում է։ Այստեղ մենք ունենք երկու տեսակի սուբստանց, այսինքն դրական սուբստանց եւ բացասական սուբստանց, էլեկտրական հեղուկներ։ Եթե դրական եւ բացասական սուբստանցները իրար հավասար են, մարմինն էլեկտրականապես չեզոք է։ Այստեղ տալիս է պարզ բացատրություն, որովհետև հին ժամանակներում այսպես էին բացատրում։ Դեռևս Ռեզերֆորդի փորձը չկար, որ մենք պատկերացնեինք, որ գոյություն ունի ատոմ, ատոմի շուրջը պտտվում են էլեկտրոնները ունեն բացասական լիցք, իսկ կենտրոնում գտնվում է միջուկը դրական լիցքով։ Այս բացատրությունը չկար, բացապես այսպես մտածում էին, թեզեր էին առաջարկում, հասկանալի։ Եվ այսպես նրանք ուրեմն ստեղծում էին էլեկտրականության տեսությունը։ Ինչպես տեսնում ենք 7-րդ կետում ես նկարել եմ դրական եւ բացասական մարմինների ուրեմն միմյանց վրա ազդեցությունները։ Օրինակ դրական ազդեցություններն երկու դրական մարմիններ իրանց վրա ազդում են այնպես, որ նրանք միմյանցից բանվում են։ Երկու բացասական ուրեմն դիսկավորված մասնիկներ նույնպես միմյանցից բանվում են, բայց դրական եւ բացասական ուրեմն դիսկավորված մասնիկները միմյանց ձգում են։ Կան նյութեր, որտեղ հեղուկները կարող են շարժվել, կոչվում են հաղորդիչներ, եւ եթե հեղուկները չեն շարժվում, մեկուսիչներ, այսինքն կա մեկուսիչը, ուրեմն նյութեր եւ կա ուրեմն հաղորդիչ նյութեր։
նրանք միմյանց ուրեմն միմյանցից այդպես կարողանում են տարվել։ Այսինքն այդ հեղուկները, որ մենք ենթադրում ենք, որ այդ հեղուկները գոյություն ունեն, շարժվում են այս ու այն կողմ։ Մետաղներ, որպես մետաղները մարդու մարմինը հաղորդիչներ են, իսկ ապակին ռետինը մեկուսիչներ են։ Նու ես ապակին ու ռետինը մենք նոր դրա մասին խոսեցինք։ Ես պետք է այստեղ ասեի, որ այս ձողը, որի վրա կախված են թերթիկները, կոչվում է կախված են, դրված են ուրեմն մեկուսիչ նյութի վրա, որպեսզի էլեկտրականություն չանցնի նրանց միջով։ Այսինքն ապակե պատվանդանի վրա, իսկ այս թերթիկներն ու այս մետաղյալները կոչվում է ուրեմն էլեկտրոսկոպ։ Ուրեմն ձախ կողմի վերևի նկարը կաուչուկի ձող էր, մենք ֆլանելով շփում ենք, ֆլանելից բացասական հեղուկը մտնում է կաուչուկի մեջ, կաուչուկից դրական հեղուկը հոսում է դեպի ֆլանելի մեջ։ Հետո ներքևի նկարում, ուրեմն, այդ բացասական կաուչուկի ձողը կպցնում ենք մետաղյա ձողին, ձախ կողմի ներքևի նկարը, կպցնում ենք մետաղյա ձողին, այդ բանը հեղուկը հոսում է մետաղյա ձողի մեջ, մետաղյա ձողից լարերով միանում է ոսկե թերթիկների, ոսկե թերթիկները բացվում են։ Նույն ձևով այս երկու լարերի ծայրերին, որ ոսկե թերթիկներ են ավրացված, նրանք միևնույն ժամանակ են բացվում։ Հիմա երկրորդ փորձը, երբ որ մենք մոտեցնում ենք, բայց չենք դիպչում, ինչ է տեղի ունենում։ Ուրեմն այստեղ ոչ թե շփել են կաուչուկ, վերևի աջ կողմի նկարը, ֆլանելով ոչ թե կաուչուկ ենք շփել, այլ կատվի մորթով շփել ենք ապակին։ Կատվի մորթով շփել ենք ապակին, մենք ունենք նույն ձևի ուրեմն լիցքավորում, բայց այստեղ ուրեմն ինչու եմ ես ասում, որ կատվի մորթով երբ որ շփում ենք ապակին, դրական է լիցքավորում, որովհետև երբ որ այս ապակին մոտեցնում են կաուչուկին, լիցքավորված կաուչուկին, նրանք միմյանց ձգում են։ Իսկ երբ որ կաուչուկը կաուչուկին ենք մոտեցնում, նրանք միմյանցից վանվում են։ Ինչպես նույն երևույթը տեղի ունենում, երբ որ ապակու հետ ենք հարաբերում, այսինքն դրականները իրարից վանվում են, բացասականները իրարից վանվում են, բայց բացասականները միմյանց ձգում են։ Այդտեղից է ենթադրվում, որ ապակե ձողը ընդունում է դրական, այսինքն ֆլանելից, կատվի մորթից, ուրեմն դրական լիցքավորված հեղուկը մտնում է ապակու մեջ, իսկ կատվի մորթին լիցքավորվում է բացասական։ Հիմա աջ կողմի ներքևի նկարը։ Աջ կողմի ներքևի նկարում նկարված է ուրեմն պարզապես կաուչուկի ձողը, լիցքավորված կաուչուկի ձողը։ Լիցքավորված կաուչուկի ձողը, ինչպես տեսնում եք, ես չեմ հպել մետաղյա ձողին, բայց մետաղյա ձողի մոտեցրել են պարզապես մետաղյա ձողի ոսկե թերթիկները, այդ էլեկտրոսկոպի ոսկե թերթիկները միմյանցից բաժանվել են։ Դա նշանակում է, որ տեղի ունեցել շարժում
հեղուկի այդ էլեկտրական հեղուկի շարժում մետաղյա ձողի միջով դեպի աջ, այսինքն դրական լիցքի հեղուկը շարժվել է դեպի աջ, մտել է այդ լարի մեջ, գնացել է ոսկե թերթիկների հասել մորցկե թերթիկները լիցքավորվել են դրականին վանում է, ստացվել է բացվածք, այսինքն էլեկտրոսկոպը բացվել է, եթե ուրեմն դրականը տեղափոխվել է ձախ, ուրեմն աչում մնացել է բացասականն էլ նորից էլեկտրոսկոպը ցույց է տվել, որ էլեկտրոսկոպի լարի միջով անցել է թերթիկներին այդ հեղուկը եւ բացվածքը, այսինքն այս էլեկտրականության հեղուկի միջոցով բացատրությունը այսինքն այդ սուբստանսը հեղուկի պես են պատկերացրել հին ժամանակներում եւս երկու փորձ այստեղ մոտեցրել ենք ուրեմն ձախ կողմի վերևի նկարը պլանելով շփել են կաուչուկի ձողը լիցքավորվել է բացասական, նրան չեն կպցրել ուրեմն մետաղյա ձողին, բայց մետաղյա ձողը կարելի է ուրեմն միմյանցից հեռացնել երբ որ ես նրանք միմյանցից հեռացնում են, հետո հեռացնում եմ պլանելով շփված կաուչուկի ձողը, մենք տեսնում ենք, որ թերթիկները նորից չեն կպնում իրար, բայց եթե նրանք միացված մնային, ապա թերթիկները նորից կպնեին իրար, որովհետև նորից հակառակ երևույթն է տեղի ունենում, երբ որ բաժանում է դրականը գալիս է աջ, ձախ, բացասականը մնում է աջում, հետո նորից որ հեռացնում են կաուչուկի ձողը, նրանք նորից միանում են, թերթիկները իջնում են, բայց հիմա ինչ է տեղի ունենում, երբ որ մենք հեռացնում ենք այս երկու կեսերը, թերթիկները չեն իջնում, նրանք մնում են դրական, այսինքն տեղ չունի գնալու, երբ որ միացված լինեին, հեղուկը կանցներ մյուս կողմ, դրական հեղուկը կանցներ մյուս կողմ, բացասական հեղուկը կդառնար չեզոք մետաղը եւ մենք բացված չենք ունենա, այսպեսի ուրեմն բայց եթե այս ձախ կողմի ներքևի նկարը, ինչպես տեսնում եք, ես հեռացնում եմ, նրանց թերթիկները իջնում են, այսինքն կպչում են իրար, բայց վերևի աջ կողմի նկարում, երբ որ բաժանում ենք իրարին, թերթիկները իրար չեն կպչում, իսկ ձախ կողմի ներքևի նկարում, ինչպես տեսնում եք, ես կաուչուկի ձողը մոտեցրել եմ, բայց չեմ հեռացրել, պարզապես այդպես պահել եմ, իսկ մյուս ձեռքս մոտեցրել եմ մետաղին, մետաղյա ձողին եմ մոտեցրել, ինչպես տեսնում եք, այդ բացասական լիցքավորված ուրեմն թերթիկները կպել են իրար, այսինքն լիցքը իմ ձեռքի միջով անցել է հողի մեջ, անցել է մարդու մեջ, մատով կպել եմ, անցել է մարդու մեջ, բայց ձախ կողմում էլի դրական է մնացել, այսինքն դա նշանակում է, որ մեր այս ձողը, որ բաժանեց լիցքերը, այս չորրորդ նկարը, բաժանված են լիցքերը, մնում է ձախ կողմում լիցքավորված դրական, նույն եթե ես պլանելի այդ
ռետինը ձողը հեռացնեմ, մատուցել հեռացնեմ, այն նորից կմնա լիցքավորված եւ երկրորդ ուրեմն թերթիկները կբացվեն։ Այսպեսի ուրեմն երևույթ է տեղ ունենում, էլեկտրական երևույթներ են տեղ ունենում։ Ինչպես տեսնում ենք, այդ բոլոր երևույթները բացատրվում են հեղուկների միջոցով, հեղուկ սուբստանցի միջոցով, էլեկտրական հեղուկ սուբստանցների միջոցով, ինչպես դրական, այնպես էլ բացասականի դեպքում։ 72-րդ էջի գաղափարը։ Այն տեսությունը, որի մասին հիմա պատմում ենք, ժամանակակից ֆիզիկայի տեսության հետ չի համընկնում։ Այնուամենայնիվ, սա լավ օրինակ է, որը ցույց է տալիս ժամանակակից ֆիզիկայի բնորոշ գծերը։ Գիտության մեջ հավերժական տեսություններ չկան։ Այսա կարևոր է, որ հավերժական տեսություն չկա։ Մենք չենք կարող, ասենք, եթե մենք համարում ենք, որ Էյնշտեյնի տեսությունը հավերժական է, չենք կարող այդպես ասել։ Պարզապես կարող ենք ասել, որ մինչև հիմա չի գտնվել ուրեմն նոր փորձեր, որոնց միջոցով կհակասեր Էյնշտեյնի տեսությունը, բայց այդպիսի բան չենք գտել։ Երբ որ կգտնենք, ասենք Էյնշտեյնի տեսությունը ուրեմն բայց չի նշանակում, որ մենք պետք չի Էյնշտեյնին հարգենք։ Ընդհակառակը, մենք հարգում ենք Էյնշտեյնին։ Ինչպես մնացած բոլորին, ինչպես Արիստոտելին, Դեմոկրիտին, որոնք հիմք են դրել։ Այսպեսի ուրեմն գաղափար։ Միշտ այնպես է լինում, որ տեսության կանխատեսված որոշ փաստերի փորձով ժխտվում է։ Յուրաքանչյուր նոր տեսություն տվյալ հարցի վերաբերյալ ստեղծում է հին տեսության ճգնաժամից։ Ինչպես տեսնում ենք, գրքի մեջ այս գաղափարները խորապես ներկայացնում են այն հիմնական գաղափարները, որոնցով մենք պետք է առաջնորդվենք ուսումնասիրելու համար տիեզերքի բնույթը։ Բայց դա չի նշանակում, որ հին տեսության գաղափարները պետք է դեն նետել։ Ինչպես տեսնում ենք, շատ կարևոր գաղափար է սա։ 73-րդ էջի գաղափարը։ Հեղուկների հասկացողության փաստի մեջ մենք տեսնում ենք այն մեխանիստական գաղափարների ազդեցությունը, որոնք ձգտում են ամեն ինչ սուբստանցիաներով և նրանց մեջ գործող պարզ ուժերով բացատրել։ Հանրագումարի բերենք, շարժվող մարմնի ապագա ճանապարհը մեխանիկայում կարող է կանխատեսվել, իսկ նրա անցյալը կարող է բացահայտվել, եթե տվյալ պահի համար հայտնի է մարմնի շարժման պայմանները և նրա վրա ազդող ուժերը։ Սա է մեխանիստական աշխարհայացքը։ Այստեղ ես նկարել եմ երկու մարմիններ, այդ երկու մարմինները ունեն միևնույն լիցքի դեպքում միմյանց բանում են, իսկ տարբեր լիցքերի դեպքում միմյանց ձգում են։ Մենք կարող ենք այս երևույթը նմանեցնել տիեզերական ձգողության երևույթի հետ, երբ որ ուրեմն մոլորակները և լուսինը ձգում է երկրի շուրջը, երկիրը ձգում է, այսինքն տիեզերական մարմինները միմյանց ձգում են։ Նյուտոնյան ուժը հավասար է G անգամ mn բաժնած r կարգի։ Նույն ձևի տեսություն ստեղծել է նաև հաշվարկային տեսանկյունից ստեղծել է նաև Կուլոնը, որ Կուլոնյան ուժը հավասար է K անգամ Q1 Q2 բաժնած r քառակուսի, որտեղ Q1-ը մի լիցքի ուրեմն չափն է, Q2-ը մյուս մարմնի լիցքի չափն է, իսկ r-ը նրանց միջև եղած հեռացը։ Այսինքն համեմատության կարգով, ինչպես տեսնում եք, մեխանիստական տեսությունն է նույն, համարյա նույն։
Ուրեմն մեխանիստական տեսությունը ճիշտ է, բայց միայն մեխանիստական տեսությամբ ուրեմն չի կարելի շարժվել շարժումների ուրեմն շարժումները կանխագուշակելու կամ նրանց անցյալը իմանալու համար։ Օրինակ Նյուտոնը, հենց ինքը Էյնշտեյնը ասում էր, եթե Կլեոպատրայի քիթը մի քիչ ծուռներ, պատմությունը լրիվ այլ ընթացք ունենար։ 74 երթեջի գաղափարները։ Գրավիտացիոն ուժերը միշտ գոյություն ունեն, մինչդեռ էլեկտրական ուժերը գոյություն ունեն միայն այն դեպքում, երբ մարմինները էլեկտրական լիցքեր ունեն։ Այսինքն, եթե մարմինը էլեկտրական լիցք ունի, ապա մարմինների միջև ձգողության վանողության ուժեր չկան։ Էլեկտրական ուժերում կա ձգում և վանում։ Արդյոք լիցքավորված մարմինը նույն կշիռն ունի, ինչ որ չլիցքավորվածինը։ Պարզվում է, որ նույնն է։ Այս տեսանկյունից գործ ունենք անկշիռ սուբստանսների հետ։ Էլեկտրական պոտենցիալը մենք համեմատում ենք ջերմաստիճանի հետ, իսկ էլեկտրական լիցքը համեմատում ենք ջերմության քանակի հետ։ Հասկանալի է։ Այսինքն մենք համեմատություններ անցկացնելով մեկը մյուսի հետ մենք կարող ենք մի սուբստանցի գաղափարները վերցնել դնել մյուս սուբստանցի գաղափարների մեջ ու նոր տեսություն ստեղծել։ Երկու հաղորդիչ, օրինակ տարբեր մեծության երկու գունդ կարող են միատեսակ լիցք, այսինքն էլեկտրական հեղուկի միատեսակ ավելցուկ ունենալ։ Բայց այդ երկու գնդերի պոտենցիալները տարբեր կլինեն, այն է փոքր գնդի պոտենցիալն ավելի բարձր կլինի, իսկ մեծ գնդինը ավելի ցածր։ Փոքր հաղորդչի մեջ էլեկտրական հեղուկն ավելի մեծ խտություն կունենա և հետևաբար ավելի սերտ կլինի, քանի որ վանողական ուժերը պետք է խտության մեծացմանը աճեն։ Այսպիսի եզրակացության գաղափարները ներկայացվեց էլեկտրականության տեսության մեջ։ 75-րդ էջի գաղափարը։ Տեսնենք, թե ինչ նմանություններ և տարբերություններ կան ջերմություն սուբստանցի հետ և էլեկտրականություն սուբստանցի միջև։ Սկզբում տարբեր ջերմաստիճան ունեցող երկու մարմիններ իրար հպելուց հետո մի որոշ ժամանակ անց հասնում են միևնույն ջերմաստիճանին։ Ինչպես տեսնում ենք, այս գաղափարը կարելի է փոխարինել տեսնել, թե ինչ կարելի է ներկայացնել էլեկտրականության մեջ։ Սկզբում տարբեր էլեկտրական պոտենցիալներ ունեցող երկու մեկուսացված հաղորդիչներ իրար հպելուց հետո շատ շուտով հասնում են միևնույն պոտենցիալին։ Ինչպես տեսնում եք, նույնն է երևույթը, երբ որ հպում ենք իրար երկու էլեկտրականացված մարմիններ և երկու մարմիններ տարբեր ջերմաստիճանի։ Ջերմության հավասար քանակները երկու մարմինների ջերմաստիճանների տարբեր փոփոխություններ են առաջացնում, եթե այդ մարմինների ջերմնակությունները տարբեր են։ Ասում է, երկու մարմին ունենք և մարմինները հպել են, եթե նրանց ջերմնակությունները տարբեր են, ապա մենք ունենք տարբեր ուրեմն տարբեր երևույթներ, ջերմության փոփոխության տարբեր երևույթներ։
Հիմա էլեկտրականը։ Էլեկտրական լիցքերի հավասար մեծությունները երկու մարմինների էլեկտրական պոտենցիալների տարբեր փոփոխություններ են առաջացնում։ Այսինքն, եթե պոտենցիալները տարբեր են, մարմինները տարբեր են, տարբեր մարմինների համար տարբեր պոտենցիալներ են առաջանում, երբ որ հպում ենք միմյանց։ Եթե այդ մարմինների էլեկտրական ունակությունները տարբեր են, այսինքն մարմինները ունեն էլեկտրական ունակություններ, ինչպես մենք ջերմնակություն հասկացողությունը մտցրեցինք մարմինների համար, այնպես էլ էլեկտրաունակություն հասկացողությունը մտցրել են մարմինների համար։ Որևէ մարմնի հպված ջերմաչափ իր սնդիկիսյան երկարությամբ ցույց է տալիս իր սեփական ջերմաստիճանը, իսկ դրա հետ միասին մարմնի ջերմաստիճանը։ Այսինքն, երբ որ սնդիկով լցված ուրեմն սրվակը մոտեցնում ենք մարմնին, ջերմաչափը մոտեցնում ենք մարմնին, մարմինը ցույց է տալիս ջերմաչափը ցույց է տալիս ինչ որ ցուցմունք, դա նշանակում է, որ ջերմաչափի ջերմաստիճանը այդքան է։ Նույն ջերմությունը ունի նաև ջերմաստիճանը ունի նաև ուրեմն տվյալ մարմինը։ Իսկ տեսնենք, թե ինչպես կարելի է չափել էլեկտրականությունը։ Որևէ հաղորդչի հպված էլեկտրոսկոպը մենք իմացանք ինչեր են, լարներ, վրան ոսկե թերթիկներ, դա էլեկտրոսկոպն է։ Ոսկե թերթիկների բացվածքով ցույց է տալիս իր սեփական էլեկտրական պոտենցիալը, այսինքն ինչքան բացվածքը մեծ է, այնքան պոտենցիալը մեծ է, ինչքան բացվածքը փոքր է, այնքան պոտենցիալը փոքր։ Իսկ դրա հետ միասին հաղորդչի էլեկտրական պոտենցիալը, այսինքն հաղորդչի էլեկտրական պոտենցիալը իմանալու համար մենք օգտագործում ենք այդ էլեկտրոսկոպ կոչվածը։ Այսքանով վերջացնենք մեր այսօրվա տեսանյութը, կշարունակենք հաջորդ տեսանյութ